Այսօր խաղում ենք Medieval 6 խաղը, հիմա մենք պիտի ընտրենք այն թվականում, որ այդ թվականում խաղանք, մենք կընտրենք 850-ը, օրինակ ցույց կտամ խաղի ձևը, մտնում ենք 850, տեսնում ենք այստեղ խնատարյան պետություններ, որոնք չեն մտնում Կովկասի մեջ, մենք պետք է խաղանք Հայաստանով, Բագրատունիների թագավորություններով, հիմա ընտրում ենք մեր թվականը, որտեղ Բագրատունիների թագավորությունն է, տեսնում եք Kingdom of Armenia Բագրատունիների թագավորությունը, հիմա մենք արքան է Աբբաս առաջինը և սկսում ենք խաղալ, այստեղ մենք ունենք մեր բանակը, այստեղ է գտնում վրացական թագավորությունը, Հատմանի դինաստիան և բյուզանդական կայսրությունը, մենք պետք է կարողանանք դիմակայել հարձակումներին, կանխել պայմանագրեր, դաշնագրեր, ստեղծել բանակ և մեծացնել քաղաքները, հզորացնել տերությունը և գրավել տարածքներ, մենք կարողացնամանանք Հատմանի դինաստիայի հետ, որովհետև ըստ պատմության տեսնում եք, որ իջեցնում է մեր բարեկամական դաշնագրերը, կարող է պատերազմ տեղի ունենալ դաշնակցելով այլ պետությունների հետ, ջախջախեք մեկ այլ պետություն, հիմա մենք տեսնում ենք մեր թուլակազմ բանակը, այստեղ է գտնվում Աբբաս առաջինը, որին հիմա կտեղափոխենք այլ տարածք, Կարսը մեր երկրի մայրաքաղաքն է, բայց եթե ցանկանաք կարող եք Կարսը տեղափոխել կամ Դվին կամ Թիֆիլիսի, այստեղ Թիֆիլիսին նույնպես մեր երկրի տարածքների և քաղաքներից մեկն է, հիմա մենք պետք է ստեղծենք բանակ, ստեղծում ենք, այստեղ մենք տեսնում ենք, որ թուլակազմ բանակ է, հզոր բանակ չկա, իսկ հարևան պետությունները ունեն իրենց հզորագույն բանակը, ինչու չունենանք մենք, դա արդեն հարցական դրություն է, օրինակ հիմա մենք տեսնում ենք փակ է, բայց կարող ենք զարգացնել քաղաքային շինությունը, գումարը չի հերիքում, հիմա կտանք մյուս երկրներին, տեսնում եք քարտեզը, հիմա սլաքները, որոնք ցույց կտան, պատերազմը մեկը մյուս երկրի դեմ, սլաքը, որ երկրի վրա ուղղված է, հարձակումը դեպի այդ կողմ է, շարժը դեպի այդ կողմ է, տեսակ, որ դեպի մեր ուղղությամբ ոչ մի հարձակում, ոչ մի շարժ չէր նկատվում և դա անչափ լավ էր, հիմա մենք ասեցի, որ պետք է զարգացնեինք այստեղ քաղաքային շինությունը, տեսակ, զարգացվեց, հիմա կարող ենք ստեղծել Heavy Armored Austin Cavalry, սա զենքի կամ բանակի տեսակ է, որով ձիավորներ են, եվրոպական վարձկաններ, որոնք կարողանան ձիերով նետակոծել հակառակորդի բանակը, տեսնում եք, որ բյուզանդական կայսրությունը պատերազմի մեջ է այս տերության հետ, չգիտեմ այս տերությունը որն է, Փիրատ տերության հետ, սա մենք ենք, մենք կարող ենք դաշնակից կնքել կամ վրացական, կամ բյուզանդական, կամ Իսքանդի դինաստիայի կամ Հատմանի դինաստիայի հետ, բայց Վրաստանի լավ բարեկամ
գոյություն չունի, բայց հիմա մենք չունենք այդ հնարավորությունը դաշնակիր կնքելու եւ մենք կստեղծենք բանակ սորական Սա մեր բանակներից մեկն է։ Հիմա ընտրում ենք մեր ունեցած զորավարներից մեկին, կնշանակենք Թեոդորա Կայսրուհուն, որպես այդ բանակի գերագույն արքա, որը կկարողանա Աբբաս առաջինի հետ միասին ջախջախել հակառակորդի բանակը։ Այստեղ դվինում տեղակայված է Հեծելազոր, բայց Հեծելազորին կավերացնենք միատեր ձի եւ արքա կնշանակեք, բանակի զորավար կնշանակեք Իվարին։ Այսա տեստեք։ Ավիճ Իվարին չեք նշանակում, կնշակ Թեոդորիկ առաջինին։ Այս պահի մեր երկրի արքան, դրանք զորավարներ են, Աբբաս առաջինն է, որը կառավարում է ամբողջ այդ զորավարներին, բայց եթե դուք կցանկանաք, մենք կկարողանանք փոխենք արքան ձեր ուզածով եւ դնենք մեկ այլ զորավարին։ Հիմա մենք կստեղծենք բանակ, պատերազմներ չեք հայտարարի, մինչև որ մեզ չհայտարարեն եւ չունենանք այնպիսի հզոր բանակ, որոնցով կկարողանանք դիմակայել թշնամու բանակին եւ գրավել տարածքներ։ Եթե չհասցնեն իրանք մեզ պատերազմ հայտարարեն, լինում է դեպքեր, որ մի 3 պետություն միանգամից պատերազմում է քո դեմ, մեկ պետության դեմ, որը շատ բարդ է պայքարել, 3 կողմից ջախջախում են, տեսնում եք ինչ հզոր բանակ ունի, Հատմանի դինաստիա, մենք ոնց կարող եք Հատմանի դինաստիայի դեմ պայքարել, եթե չունեք հզոր բանակ։ Վրացական բանակը այդքան հզոր չէ, կարող եք պայքարել, բայց ինչքան ժամանակ, տարածքը հարմար չէ պատերազմելու համար, կարող եք ամբողջ ուժով, ամբողջ բանակով հարձակում կատարել վրացական թագավորության վրա հենց հիմա, եթե ցանկանում եք կարող եք պատերազմել։ Բանակները շարժենք դեպի սահմանային տարածք Վրաստանի։ Նշում եք վրացական իշխանությանը, պատերազմ ենք հայտարարում, նրանց արքան Սուբատ առաջինն է, որի դեմ մենք պատերազմ ենք, հարձակում ենք կատարում նրանց շինությունների վրա։ Եվ տալիս ենք, տեսնենք վրացական թագավորությունը ինչ կանի մեր հետ։ Բանակը ինչպես կբարվում մասերի։ Մենք կարող ենք, մեր բանակը ավելի շատ է, քան վրացական բանակը, կամ հավասարին, կարող ենք մինչև վերջ հասնել։ Մինչև Պիսունդա քաղաք։ Վրացական թագավորությունը անցավ հարձակման հայկական թագավորության վրա, տեսնում եք։ Մենք հարձակում ենք կատարում բանակի վրա եւ մեր Թեոդորիկ իշխանուհին կռվում է նրանց արքայի հետ եւ նաեւ մեր Աբբաս առաջինը։ Տեսնում ենք, մենք կարողանում ենք առաջ գնալ, քանզի նրանց արքայությունը, այդ թագավորությունը այդքան հզոր չէ։ Եվ չունի բավարար բանակ հաղթանակելու մեզ հայկական թագավորությանը։ Հիմա մենք պետք է ստեղծենք բանակ, եթե ունենք հնարավորությունը, որ ավելի հեշտ լինի պայքարել եւ զորավար կնշանակեք
Aetius զորավարին մենք կգրավենք վրացական թագավորությունը մինչև վերջ եւ կանցնենք դեպի արդեն մյուս դինաստիաներին։ Ըստ մենք այստեղ պիրատները բուժատական կայսրության տարածքները ինչպես են գրավում։ Ջախջախում են բյուզանդական կայսրությանը։ Երկուսն էլ շատ հզոր բանակ են, երկիր են եւ ունեն իրենց հզոր բանակները։ Դժվար է մեկը միմյանց հետ պայքարելը, բայց ոչինչ, մենք կկարողանանք պայքարել վրացական թագավորության դեմ։ Դժվար չէ։ Տեսակ, նոր թագավորություն սկսվեց, նոր թագավորություն առաջացավ, Բուայդի դինաստիան, Բուայդի դինաստիան, հիմա մենք պատերազմում ենք բանակի դեմ, ինչպես տեսնում եք արդեն նրանց արքային հիմա մենք կվերացնենք, վերջ, նրանց արքան վախճանվեց, արդեն տեսնում ենք մեր բանակը առաջ է գնում, հասնում է դեպի վրացական մայրաքաղաք, տեսեք մենք ինչքան հզոր բանակ ունենք, որով մենք կարողանում ենք առաջ շարժվել, տեսնենք մենք կարող ենք, ունի ինչ-որ նշանավորում, իհարկե ոչ, բայց ոչինչ, դա մեր համար խնդիր չէ, մենք կարող ենք էլի բանակ ստեղծել, նայեք, մենք հզոր ենք, զորավար չենք նշանակում, հերիք են մեր զորավարները, 4 հոգի, պատերազմելու համար հերիք են, կարող է կորուստներ ունենանք բանակային, կամ զորավարների, կարող է նաև ապաս առաջինին կորցնենք, եթե ապաս առաջինը կորցվի, դուք կասեք, թե որ զորավարներից մեկը կդառնա արքա, դուք արդեն կասեք, որ մեկը դառնա, տեսնում եք այստեղ կարմիր նշաններով պատերազմ է տեղի ունեցել ճակատամարտ, թույլ է վրացական բանակը չափից դուրս թույլ է մեզ հաղթանակելու համար, բայց այդպես չի, որ մենք էլ այդքան հզոր ենք, վրացական բանակին հաղթելու համար, հիմա մենք հարձակում ենք կատարում նրանց բանակի եւ մայրաքաղաքի վրա, պաշարում ենք, նաև կարող է հանձնվել, կարող է կնքել պայմանագիր եւ հանձնվել, տալ տարածքներ, տեսնում եք ինչ հզոր բանակ ունեք, այս ընդամենը 3 բանակ ունի վրացական թագավորությունը, ես հայկական թագավորություն 1, 2, 3, 4, 5, 6, 7 եւ 8-րդ բանակներ եք ստեղծում պատերազմելու համար, զորավար նշանակում եք այս անգամ, ասեմ ում եք նշանակել եք Օթոման արքային զորավարին, որներ կշարժվենք դեպի վրացական ուղղությամբ։ Եթե գրավեցիք մայրաքաղաքը, 50 դա քաղաքը արդեն վայրկյանների հարց է լինելու գրավելու։ Վայրկյանների հարց։ Բայց մեր հարաբերությունները բարդարանում են այս դինաստիայի հետ, կանոչ դինաստիայի, բայց ինչքան գիտեմ, այս դինաստիան ու այս դինաստիան պատերազմի մեջ են, պատերազմի մեջ են, ու դա շատ լավ է մեր համար, որովհետև շեղում է հարաբերությունները դրանց հետ,
Մենք մեր հարձակումը կատարում ենք, մենք Աբաս առաջին հետ ենք քաշում, տեսնում եք, մինչև այրան վերջին կաթիլը վրացիները պայքարում են մեր դեմ։ Կորուստ, բանակի կորուստ ունենք արդեն, բայց ոչինչ։ Նոր բանակներ կկառուցենք, որի շնորհիվ կկարողանանք հաղթանակել։ Հաջորդ բանով այս զորավար Թեոդորիկ առաջինին և այս բանակը կուղարկեք դեպի մյուս քաղաք և կշրջափակեք այս տարածքը և կկոտորեք, չեք թողնի, որպեսզի այնտեղից նոր բանակ ներկրվի և հեշտությամբ կգրավեք մայրաքաղաքը։ Կշրջափակեք և հեշտությամբ կգրավեք։ Այստեղ ճակատամարտեր է տեղի ունենում, մենակ մենք չենք պատերազմների մեջ, տեսնում եք, ինչքան երկրներ են պատերազմների մեջ, մենք նույնպես պատերազմի մեջ ենք, մեր հաշվն ենք գրավել Բյուզանդիան, Փիրատը, այստեղի նոր երկիրը կանաչով և սպիտակով, պետք է այդ ամենը գրավեք և դարձնեք մեծ հայքի տարածքները։ Այստեղ մեզ ուղեկիր է ուղարկել, մենք պետք է ընդունենք, որպեսզի նոր պատերազմներ չստեղծվի մեր համար։ Տեսնում ենք, որ մեր թագուհին կարող է վայրկյաններ հետո վախճանվել և չկարողանա դիմակայել թշնամու բանակին, հետ քաշել չեն կարող, դա արդեն դավաճանություն է մեր երկրի հանդեպ։ Տեսնում ենք, որ հիմա մենք կգաք այսպես, կշրջափակենք, կկոտորենք, չեք թողի նոր բանակներ կրվի, հիմա մենք կանցնենք Բյուզանդիայով, ծովով կանցնենք դեպի շրջափակման, ու դա կլինի շատ լավ դիրք հաղթանակի համար։ Սպասենք մինչև ժամանակ անցնի և մեր քայլի հերթը լինի։ Տեսնում ենք, թե մենք ինչպես ենք ջախջախում վրացական թագավորությանը, դա շատ լավ է, մենք կգրավենք նրանց քաղաքները, կզարգացնենք բանակը, կհզորացնենք երկիրը և նոր պատերազմներ կսկսենք այլ երկրների հետ, որը մեր ձեռնատու քայլ կլինի մեր երկրի համար։ Տեսնում եք, բանակ չկա, հանձնվում է, այստեղով հարձակվում ենք, պաշարում բանակը, պաշարեցինք, անց եք կացնում բանակը, անց եք կացնում այսպես, եթե կարողանանք, կարող մի քայլով գրավենք մայրաքաղաքը, պաշարեցինք քաղաքը, հաջորդը, եթե
նոր բանակ չընդունեն, կարող եք մտնել մայրաքաղաք և ազատագրել այն։ Մենք շատ առաջընթացներ ունենք։ Սպասենք, մենք հիմա իշխանություն ենք, ու դա շատ վատ է մեր համար։ Մենք նույնիսկ թագավորություն չենք, այլ նույնիսկ խաղը սկսվելուց մենք նույնիսկ իշխանություն չենք, բայց հիմա իշխանություն ենք, ունենք տարածքներ, վրացական բանակը հետ է նահանջում, և ամեն ինչ ավարտվում է։ Տեսնում եք, մեզ ուղղագրեր են ուղարկել, ու տաղավոր է, բարդ բան ստացվեց։ Այստեղ մեկ արքային նրանց վերացրել ենք, ոնց է այդ արքան նորից սկսվել, նորից կառավարել, կարող է նրա որդիներից է։ Մեր թագուհին մահացավ, Թեոդորա թագուհին, բայց ոչինչ խնդիր չէ։ Մենք գրավեցինք նրանց մայրաքաղաքը, տեսակ, այդ դա արդեն նրանց մայրաքաղաքը չէ, այլ մեր տարածքն է, մեր քաղաքն է, բայց այստեղ մեր հարաբերությունները բարդարանում են, և հիմա մենք պետք է ստիպված պատերազմենք Իղխադի դինաստիայի և Հատմանի դինաստիայի հետ, որովհետև չունենք բավարար գումար, տեսնում եք, 100։ Երեք թագավորության հետ միաժամանակ պետք է պայքարենք, որը շատ բարդ քայլ է մեր համար, չունենք բավարար գումար, բայց ունենք բանակ, որը պետք է բաժանել երկու մասի, դեպի ներքև և դեպի Վրաստան, կբաժանենք 3 այնպես, 3 այսպես, 2 այնպես, 2 այսպես, մեկն է կմնա որպես պաշտպանողական, դա Աբբաս առաջին, որի մենք պատերազմելու չենք ուղարկում, եթե գա ժամանակ, որպեսզի մեր թագավորությունը կործանվի, այդ ժամանակ արդեն կուղարկենք Աբբաս առաջինի պատերազմելու։ Պատերազմ, բարդ իրավիճակ է, չգիտեմ այս պետությունը ով է, բայց շատ հեռու գտնող պետություններից է։ Հա, չէ, մեր հարևան պետությունն է, մենք նրան հետ կդաշնակցենք։ Ես մի ճյուղը կանցկացնենք դեպի Վրաստան, արքայի հետ, իսկ մնացածը կշարժվեն դեպի այս թագավորություն։ Պատերազմելը մի քիչ դժվար է, չունեք բավարար գումար նոր բանակ ստեղծելու համար, հին բանակը ջախջախված, հոգնած, չգիտեմ, պետք է մի ձև պայքարել թշնամու բանակի դեմ։
Մեզ օգնության է հասել բարեկամ այս սպիտակ դինաստիան, որի հետ միասին մենք կկարողանանք բաժանել այս երկիրը հավասար երկու մասի եւ ինձ տարածել եւ իրար։ Բայց դժվար բարդ պատերազմ լինելու այդտեղ դինաստիայի հետ, որովհետեւ նրանք հզոր երկիր են։ Նրանց հետ դժվար պատերազմ տեղի կունենա, բայց ոչինչ դա խնդիր չէ։ 3-ը ընդդեմ 1-ի լավ է, կկարողանանք ջախջախել, 4-ը ընդդեմ 1-ի։ Մենք, սպիտակը, բյուզանդիական կայսրություն եւ սև կայսրություն, բոլորս միասին կջախջախենք։ Բարդ պատերազմներ է տեղի ունենալու, պետք է դաշնակի, ստացվում է նոր բանակներ չենք կարողանալու ստեղծենք, չունենք բավարար գումար, հարկեր են ուզում, հարկերը պիտի վճարեք, թե չէ պատերազմ տեղի կունենա, բռնի ուժով հարկերը կտանք, ու դա շատ վատ կլինի մեր երկրի համար։ Մենք կջախջախենք Էրզրումը, Վանը եւ Թավրիզը։ Այսօր այսքանը, մյուս վիդեոյում արդեն կշարունակենք խաղը դեպի մյուս հարձակումները։ Շտեսություն։